տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Համեցեք բան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ գնահատման գործունեության մասին, օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաեւ աճուրդն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ դրույթները, մասնավորապես աճուրդներն իրականացնել էլեկտրոնային աճուրդով կամ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում աճուրդով։ Լրացվել է դրույթ առ այն, որ կառավարության կողմից կսահմանվի էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման եւ անցկացման լրացուցիչ պայմանները, հիմքում ունենալով աճուրդով վաճառքի դրվող հողամասի շուկայական գնահատման արժեքը։ Այդ կապակցությամբ նախագիծը առաջադրվել է կադաստրային արժեքի փոխարեն մեկնարկային գինը հաշվարկել, հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը։ Կատարվել է փոփոխություն հողային օրենսգրքով գործող կարգավորումներից հանվել են նախկինում կիրառվող մեկնարկային գինը հողի կադաստրային արժեքի 100, 50 եւ 30%-ների տարբերակումները։ Իրական շուկայական արժեքի գնահատմամբ կկիրառվի միասնական գնագոյացման քաղաքականություն։ Հողամասերի աճուրդով վաճառքի գործընթացը էլեկտրոնային աճուրդի եղանակով իրականացնելու համար նախատեսվում է ապահովել դրա լիարժեք գործնական ինտեգրումը պետական գույքի կառավարման կոմիտեի էլեկտրոնային աճուրդի համակարգին եւ դրա անխափան կիրառումը։ Գնահատման գործունեության մասին օրենքում բացակայում են պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի գնահատման պարտադիր դեպքերը։ Նախագծով առաջարկում են նշված հողամասերը ընդգրկել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերի ցանկում, արդյունքում պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կկիրառվի գնահատման գործընթաց գնահատման կազմակերպության միջոցով։ Այսքանը, շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, եթե կարճ ասենք, այս նախագիծը նրա մասին է, որ համայնքային հողերը եւ պետական պետք է վաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով։ Ճիշտ է։ Այո, պարոն վարչապետ։ Պետք է իրականացվի գնահատում լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից եւ այդ գնահատված արժեքով դրվի աճուրդի։ Միաժամանակ ես նշեցի, որ որոշ հողամասերի դեպքում, որոնք կարող են օտարվել արժեքի 50 կամ 30%-ի չափով, այդ դրույթները նույնպես հանվում են, այսինքն ամբողջական գնահատված շուկայական գնահատված արժեքով են դրվելու աճուրդի։ Համեցեք բան խոսում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այս աշխատանքի հիմքում ձեր հանձնարարականն է դեռ այս տարվա մարտին հիմնված են դիտարկումների վրա, որ առանձին համայնքների կողմից օտարումներ էին տեղի ունեցել, առնվազն վերապահումներ կարող ենք ունենալ, թե ինչու այդքան ցածր արժեքներով, եւ իհարկե մենք զուգահեռաբար այս փաթեթը քննարկել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ, եւ այս փաթեթը իր կյանքով կգնա դեպի ազգային ժողով եւ օրենքով կարգավորումներ, բայց մենք արդեն իսկ մայիսից սկսած, որովհետեւ 2 ամիս ժամանակ ունենք, որ մարզպետարանները համայնքները արձագանք էին, մոնիտորինգ ենք իրականացնում, մեկ ուրիշ հանձնարարություն նույնպես տվել էիք, սուբվենցիաներ հաստատել են համայնքների դեպքում, ովքեր հետևում են հանձնարարականներին եւ վերապահումներ ունենալ են ծրագրերը հաստատելու առնչությամբ, որոնք որ դեռևս ունեն նկատելի շեղումներ։ Ուզում եմ զեկուցել, պարոն վարչապետ, որ մենք վերջին մեր միջգերատեսչական սուբվենցիայի հանձնաժողովում այդ սկզբունքով ենք արդեն նայել բոլոր ծրագրերը։ Իհարկե ունենք դեպքեր, երբ որ համայնքները հետևում են բոլոր կարգավորումներին եւ իրենց ծրագրերը առաջնահերթորեն հաստատեցինք։ Արկախեցինք որոշ ծրագրեր, որոնք որ տեսնում ենք, որ ճիշտ է առաջվա պես կադաստրային արժեքով չեն իրացրել, բայց նաեւ շուկայական արժեքից որոշակիորեն շեղված ձևով են իրացնում այդ հողամասերը։ Այստեղ ուզում եմ ասել, որ որոշակի օբյեկտիվություն կարող է լինել նաեւ։ Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ ոչ միայն հողամասերի առնչությամբ մենք ունեցել ենք դեպքեր, պարոն վարչապետ, երբ որ գույք ենք տանում օտարելու եւ երբ որ գնահատում ենք իրականացնում, գնահատման եզրակացությունը, որովհետեւ սա անկախ մասնագիտական գործունեություն է, բերում է մի այնպիսի արժեք, որը գնահատողին հետագա խոցելիության դաշտում չի թողնում, այսինքն գնահատողը իրեն մի քիչ ապահով կողմ է պահում, բարձր է գնահատում,
որ վաղը չասենք, այս պետական գույքը հոտարելուց դու որ գնահատում ես, ինչ էիր մտածում, որ ցածր ես գնահատում։ Սա էլ հակառակ խնդրի է բերում։ Մենք տանում ենք գույքը հաջորդի, պարոն Ավետիսյանը, եթե այստեղ լիներ կհաստատեր, հաջորդը չի կայանում։ Եվ ինչ է տեղի ունենում։ Հաջորդը չի կայանում, հետո մենք մտածում ենք, թե ինչն ենք սխալ անում։ Եվ որոշել ենք, որ առանձնահատկություններ կարող են լինել, այսինքն մենք բոլոր դեպքերում շուկայական գնահատումը կանենք, բայց կարող է որոշենք, որ մեկնարկային արժեքը լինի ոչ թե շուկայական գնահատված արժեքը, այլ դրա 75%-ը, թող հետո մրցակցությունը բարձրացնի դեպի վեր։ Այս դեպքում էլ ենք այդպես անելու, մենք այս օրենսդրական փաթեթում նույնպես ունենք նման կարգավորում, որ հիմքում կլինի սկզբունքը, որ մենք գիտենք շուկայական գնահատված արժեքը որն է լինելու, հետո կորոշենք, թե առանձնահատկություն կլինի մեկնարկի ժամանակ աճուրդային գործընթացի դա հաշվի կառնենք։ Սա հետեւաբար երկու բան է ուզում ասել, մեկը այս վերջինը, որ նման առանձնահատկություն այնուամենայնիվ կառավարության որոշումներով կսահմանենք, բայց որ մենք արդեն իրականացման մեջ ունենք ձեր հանձնարարականը։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, բայց այդ խնդիրները լուծելու համար մենք երկու բան ենք քննարկում։ Դրանցից մեկն էր, որ աճուրդները լինեն բացառապես էլեկտրոնային, այսինքն որպեսզի հիմա կարգավորում այդպես։ Հա, որովհետև այսինքն պետքա տեղ լինի, որտեղ ցանկացած մարդ կարողանա մտնի եւ տեսնի ինչ կա վաճառքի եւ հետաքրքիր է իրեն թե չէ։ Հաջորդը գնի հետ կապված, եթե չեմ սխալվում, այդ համակարգին անվանում են հոլանդական աճուրդ։ Այդ չի։ Այդ եմ ասում։ Ինչի հոլանդականի տրամաբանությունը, եթե ես ճիշտ գիտեմ, հետեւյալն է, որ դրվում է գինը։ Հետաքրքրություն չկա, գինը սկսում է նվազել, հենց որ սկսում է հետաքրքրություն առաջանալ, նորից սկսում է եթե կա, այսինքն եթե եկավ նվազագույն գին տվեց, այլ առաջարկ չկա, այսինքն գինը 1000 դրամ է, հետաքրքրություն չկա, իջնում է դառնում է 900, չկա հետաքրքրություն, դառնում է 800, չկա հետաքրքրություն, դառնում է 600, մեկը առաջարկում է 600։ Եթե այլ ուրիշ առաջարկ չկա, վաճառում է, բայց եթե մեկը առաջարկում է 610, 610-ն է հաղթում, հաջորդ քայլին առաջարկում է 620 եւ այլն եւ տենց արդյունքում վաճառվում է։ Համեցիկ։ Պարոն վարչապետ, իհարկե այո, այսինքն հոլանդական նաեւ աճուրդի եղանակը այնպիսի միջավայրի համար է, որտեղ տեղեկատվությունը թափանցիկ, հրապարակային, հասանելի է բոլորին եւ այդ տեղեկացվածությունը մրցակցություն է ստեղծում։ Մեր խնդիրը որն էր, որովհետև եթե մենք հետ նայենք, անցյալում էլ են աճուրդներ կատարվել, այսինքն շատ դեպքերում հողամասերը հենց կադաստրային արժեքով աճուրդով էլ վաճառվել են թղթային եղանակով, ընթացակարգը թղթերով պահպանված է, բայց մարդիկ, քանի որ տեղեկացված չեն այդ երևույթի մասին, որ այդ օրը կամ տեղեկացված նույնիսկ տեղեկացումն է տեղի ունեցել շատ դեպքերում, դա քիչ սահմանափակ շրջանակներում տեղեկացվածությունը հանգեցնում է նրան, որ մենք չենք ստանում այդ գույքի իրական մրցակցային արժեքը եւ վստահ չենք լինում, որ բոլորը գիտեն, թե ինչա վաճառվում։ Հիմա ինչի ենք մենք առաջին փուլում մտածում, որ այդ հոլանդական աճուրդը չենք կիրառի եւ այսօր անշարժ գույքի վաճառքի դեպքում էլ առհասարակ պետական գույքի վաճառքի դեպքում խուսափում ենք այդ մեթոդից, որովհետեւ չի բացառվում, որ մենք դեռևս բավարար թափանցիկ եւ հրապարակային չենք ծանուցում բոլորին, այդպիսով բոլորը չեն տեղեկացված, որ վստահ լինենք, որ մասնակիցների շրջանում մրցակցությունը տարել է դեպի վերգինը։ Դրա համար դեպի ներքև գնի սահմանափակում ենք կիրառել, ասում ենք մեկնարկը կարա լինի գնահատված արժեքի 75%, բայց եթե աճուրդը չի կայանում, նորից կրկնեք։ Այնքան մինչև կրկնությունների միջոցով հետո երբ որ մենք տեսնենք, որ այդ հարթակը շատ էֆեկտիվ է գործում եւ մենք վստահ լինենք, որ այդ տեղեկացվածության միջավայրում գործարքներն իրենց իրական արժեքներով արդեն գերակշիռ մեծամասնության դեպքերում կայանում են, հետ կգանք այդ մեթոդը նույնպես կկիրառենք։ Շատ լավ։ Այսինքն հիմա այս փուլում մենք էլեկտրոնային ապահովում ենք, որ հասանելի լինի մոդուլը, որտեղ տեղի է ունենում, հետո կվերադառնանք, երբ որ դա բավարար չափով այսպես ասած այցելուներ կունենա, մենք այդ ժամանակ կանցնենք նաև այդ տրամաբանությունը։ Պարոն վարչապետ, այո, էլեկտրոնային է լինելու, սակայն կառավարությանը թողած է լիազորություն օրենքի շրջանակներում սահմանել դեպքեր, երբ դա կարա լինի ոչ էլեկտրոնային աճուրդ։ Այդ դեպքերը հիմնականում իհարկե կմշակվեն ենթաօրենսդրական ակտի համար նախատեսված ժամկետներում, բայց հիմնականում այն դեպքերն են, որոնք անհնարին են դարձրել էլեկտրոնային աճուրդի անցկացումը։ Օրինակ ինչ տես դեպք կարող լինի։ Օրինակ էլեկտրաէներգիայի խափանումը տեղի ունեցել, պայմանական բաներ եմ ասում, այնպիսի բաներ, որոնք
թույլ չեն տվել Էլեկտրոէներգիայի խափանումը տեղի ունեցել, թող այդ գույքն այդ օրը չվաճառվի, այդ ինչ, թող մի շաբաթ հետո վաճառվի, ինչ անենք։ Հա? Հա։ Նկատի ունեմ, հիմա գիտեք, ես օրինակ մի այս դահլիճում տեղի ունեցած մի բանի մասին խոսեմ, ես հիշում եմ, որ եւ միջև հիմա էլ էտա, մենք ասում ենք, որ որոշեցինք, որ 75 թե 80 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները մենք տալիս ենք կանխիկ եւ ոչ թե անկանխիկ քարտով։ Ես միջև մեջ չեմ կարողանում հասկանալ։ Ճիշտ է, երբ որ ես ասում եմ, չէ, որ չէ, պետք չի բոլորին պետքա տալ քարտով, էլի անդադ չէ, չի լինի խնդրեմ կլինի։ Ես չեմ հասկանում, ինչ խնդրեմ կլինի։ Եվ ես վերջերս էլ համոզվեցի մի կոնկրետ դեպքով, որ թոշակը տանում են թոշակի վրայից 500 դրամ թոշակը վերցնում են եւ թոշակառուն արդյունքում ասում են առաջի կարգի բանը 85 տարեկան թոշակառուն օրինակ տնից դուրս գալու դժվարություն ունի։ Ասում եմ ավելի լավ, տնից պետք չի դուրս գալ, քարտը կողքը դրած է։ Փողը նստում է քարտին։ Ու այդ համակարգային դիմադրությունը, որ ասում են, այ էսա, որ ունենց ասում են, մտածում են, որ այնուամենայնիվ կարող է այս բարդիկ վերջը մի բան գիտեն, էլի, որ սենց պնդում են, որ չէ, պետքա կանխիկ կլինի։ Եվ էլի ինչի ենք պատուհան թողում ամեն անգամ որոշ դեպքեր, որ չի Որն է այդ դեպքը, ես չեմ կարող հասկանալ։ Որն է այն դեպքը, որ պետքա բանով, թղթով սենց վերցնենք, դնենք թևներից տակ, գնանք աճուրդ տա։ Որն է այդ դեպքը, ուզում եմ հասկանալ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Գուցե սահմանափակ շրջանառության գույքի կամ երկակի օբյեկտների, երկակի նշանակության օբյեկտների շրջանառության մասին կոնկրետ օրինակը եկեք։ Իմ օրինակով չեմ կարող ասել, ես փորձում եմ գուշակել տրամաբանությունը, բայց օբյեկտիվ իրականության կյանքի հետ առնչվենք, թե չէ։ Ինչ որ սարսափազդու իրավիճակներ ենք մենք ստեղծում, ինչի համար է պետք ոչ միայն էլեկտրոնային, բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Համաշխարհային ինտերնետը կանջատվի, ոչինչ թող այդ գույքը չօտարվի։ Եթե միջև մի չի օտարվել, դիմացել ենք, էլի կդիմանանք։ Միայն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ դրա արդյունքում ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Կգտնենք լուծումը։ Միայն էլեկտրոնային։ Եվ թոշակառուներինն էլ, բոլոր թոշակառուներն կբերեք 2 շաբաթ ժամանակ։ Բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Եթե հակառակ բան եք ուզում ասեք, ձայն չեմ տալիս։ Բա ինչ եք ուզում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մի դեպքի հետ կապված տարեցների հետ, տարեցների օրը որ գնացել է 103 տարեկան տատիկիտուն, իր մոտ խնդիր էր թոշակի հետ կապված, խնդրելու ենք բանկերին, որ այն տարեցները, որոնք չեն կարողանալու մոդենան բանկ քարտ ստանալու համար, բանկերը մոդենան տարեցներին այդ քարտերը իրանց տրամադրելու համար այդպիսի խնդիր էին բարձրացրել տարեցները, այդ է ուզում ասել։ Այդ խնդիրը կա։ Ես էլ բարձրացրել էի այդ խնդիրը, որ կարանք այդ փոքր դեպքը, փոքր շրջանակի, դե որտեվ ինչքան են այդ մարդիկ։ Լավ, մի քանի հազար թող լինեն, կարող ենք խնդրել մեր բանկերին միասնական սոցիալական ծառայություններ ենք ստեղծել, તો ինչ ասես ստեղծել ենք։ Կարան այդ մարդիկ այդ ծառայությունը, կառավարությունը կարա բացառություն անի ինչ որ դեպքերում։ Հա, փոստով կարելի անել։ Հիմա ասում եմ, հունվարի 1-ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Բոլորը առանց բացառության բոլորը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Որովհետև եթե մարդը չի կարող, ասում եմ մարդը չի կարողանում գնա խանութ, ասում եմ ավելի լավ իր համար, որովհետև իր քարտը փողն է տալիս ինչ որ մեկին, քարտը թող տա, ասի անկանխիկ արեք առևտուրը, մի հատ էլ հետ վճար կստանա, մի հատ էլ հետո եթե հարց ծագի ես մարդուն խաբել են, թե չէ, այս մեր 85 տարեկան թոշակառու տատիկին կամ պապիկին խաբել են, թե չէ, այդ ամբողջը հետագծելի կլինի, կտեսնենք ով ինչքան երբ որտեղ խաբեց։
Այսինքն հարցեր կան, որ տարիներով հնարավոր չի լինում լուծել, որովհետև շատ լավ, անում ենք միայն էլեկտրոնային, ուրիշ մեր պետական գույք վաճառել ուրիշ մեթոդ գոյություն չունի։ Համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, այստեղ գնագոյացման հետ կապված գնահատման հաշվետվություններով գույքի գնի որոշմանը նաև մեծ աջակցություն կլինի մի հանգամանք, որը մեզ մոտ համարվում է այսօր փակ տեղեկատվություն, դա կողքի գույքերի, հարակից տարածքում գույքերի վաճառքն է եւ այդ գինը, թե ինչ գնով է այդ գույքը օտարվել։ Այսօր մեր գնահատողները իրականում բախվում են այն խնդրի հետ, որ իրենց համար տեղեկատվությունը սահմանափակ է եւ իրենք չեն կարողանում իրական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ կոնկրետ միավորի վերաբերյալ, այլ ստանում են կոնկրետ այդ տարածաշրջանում ինչ որ գույքեր վաճառվել են մոտավորապես գներ, բայց անշարժ գույքի յուրաքանչյուր միավոր ինքը յուրաքանչյուր միավոր է իր երկրաչափական պարամետրերով։ Հիմա մենք իրականում այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, ստեղծում ենք տարածական տվյալների շերտեր, որտեղ կապակցում ենք շուկայական վաճառքի գինը եւ կապակցում ենք կադաստրային արժեքը կամ շուկայական մոտարկված արժեքը, բայց այնուամենայնիվ այստեղ այդ խնդիրը բաց է մնում, մենք իմ կարծիքով այստեղ պետք է որոշում կայացվի նաեւ հնարավորություն ունենք արդյոք գները վաճառքի իրական գները դարձնել մասնագիտական հանրությանը հասանելի, նաև օրենքի նախագիծ ենք պարտավորվել միջև Գներեք, ինչի վաճառքի իրական գները հասանելի։ Պարոն վարչապետ, տեսեք, այսօր եթե օրինակի համար ես իմ գույքը վաճառում եմ մեկ այլ անձի, այդ գինը, թե որքանով է գործարքը տեղի ունեցել, ինքը փակ տեղեկատվություն է եւ հասանելի է միայն սեփականատիրոջը կամ իրավաբաններին, փաստաբաններին։ Այսինքն մասնավորը մասնավորի գործարքը նկատի ունենք։ Այո, որը գնահատման հաշվետվությունների կազման համար շուկայական վերլուծության կարևորագույն տեղեկատվություն է։ Այսինքն այստեղ մենք կան պետություններ, որտեղ այդ տեղեկատվությունը բաց է, հասանելի է, այդ թվում եւ գույքի վաճառքի կայքերով, կան պետություններ, որտեղ որ փակ է։ Մենք այստեղ ուղղակի կարծում եմ, որ հետագայում ավելի ճշգրիտ գնի վրա դուրս գալու համար, որովհետեւ մտցնում ենք, որ պետք է գնահատողը գնահատություն իրականացնի։ Իսկ ինչ խնդրեմ ունենք, այսինքն ինչի չենք դա այդ ինֆորմացիան ինչի չենք բացում։ Ես առաջարկում խոսում ենք թափանցիկության մասին, չգիտեմ ինչի մասին, հակակոռուպցիոն քաղաքականության մասին, ինչի չենք բացում։ Մենք հիմա օրենքի նախագիծ ենք շրջանառում, պարոն վարչապետ, եւ պարտավորվել ենք երկրորդ 6-ամսյային հաշվետվությունների շրջանակում, պարտավորվել ենք, որ գնահատման օրենքի փոփոխություն կներկայացնենք։ Որտեղ ենք պարտավորվել։ Այն յուրաքանչյուր 6 ամսվա մեր կատարողականներով, որ շատ լրաշրջանակներում առաջարկում այս հարցը քննարկել։ Չեք գնանք այդ ճանապարհը, որովհետև այո, դա թափանցիկության հարց է, դա նաև տեսանելիության հարց է, նաև հակակոռուպցիոն իմաստով կարևոր նշանակություն ունի եւ շուկայի վիճակը գնահատելով եւ շուկայական արժեքները գնահատելու առումով, որովհետև շուկայական արժեքները գնահատելու համար այս գույքերի այդ թվում նաև բանա չի արվում։ Ճիշտ եք ասում, եթե կողքի հողը ասենք օրինակ վաճառվել է $1 միլիոն, մասնավորի, կպած հողը նույն տարածությամբ մեկ է համայնքը կամ կառավարությունը վաճառում են ենթադրենք $100,000։ Ինչի։ Ու դա խնդրեմ է եւ մենք այդ խնդրեմն ենք ուզում լուծել եւ այդ շղթայի մեջ իհարկե ձեր ասածը կարևոր օղակ է, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Բողոքների հիմնական բաժինը հետևյալն է, որ հակամրցակցային իրավիճակն են ստեղծում աճուրդների ժամանակ այն դեպքում, երբ հայտնի է դառնում աճուրդների մասնակիցների կազմը եւ փոքր համայնքներում հատկապես փորձում են խնդրանքներով, հորդորներով, երբեմն ճնշումներով ստիպել, որպեսզի աճուրդի մասնակիցները դուրս գան եւ հակամրցակցային իրավիճակ ստեղծվի եւ կոնկրետ մարդը տիրանա այդ գույքին։ Օրինակ, չգիտեմ, մեր մեծ պապի երազանքներ էս հողագտորը ունենալ եւ խնդրում եմ հանի քո հայտը, որպեսզի մենք դա գնենք։ Հիմա ուզում եմ համոզվել, որ այս օրենքով մենք այդ խնդիրը լուծում ենք։ Չէ, բայց մենք կներեք օրենքով ո՞նց ենք այդ մարդը ուզում է հող առնի, բա մրցակցային է, մեկն էլ պետք է կողքից խնդրի, ասի մի արա, հո չենք կարող ասենք, բան, խնդրանքը քրեականացնենք։
Պարոն վարչապետ, նախապես հայտնի է դառնում, թե ովքեր են դիմել այդ հայտերին եւ սկսում են ընկնել այդ հասցեներով եւ խնդրել, որպեսզի իրանց հայտը հանեն։ Հետո չհանեն հայտը։ Չէ, դե փոքր համայնքներում խնդիրներ առաջանում սրանով։ Ես անկեղծ ասած դա չեմ հասկանում։ Մի հատ էլ չէ, պետք է լինի թափանցիկ, թող բան չանեն։ Ասենք էդ էլ է ուրիշ բան, դե խնդրեցին, արեցինք, մի արա։ Դու էլ իրան խնդրի, ասա չէ, ես էլ քեզ եմ խնդրում, իմ էլ պապու երազանքն է եղել։ Կամ իմ թոռանս երազանքն է, այդ ինչ բան է, որ այսինքն էլի ճեղքեր ենք թողում ինչ որ բանը, որ չերևա ով առե, ոչ պետք է երևա ով առե, եւ եթե մարդը ուզում է հող ունենա, պետք է խնդրանքին ոչ ասելու ուժել ունենա, եթե չէ, ուրեմն ինքը չի կարա հող ունենա։ Աճուրդից հետո էլ հետո պարզվում է, որ այդ գնողը չի, մենք հիմա տասնյակ քրեական գործ ունենք, որ գնողը չի գնողը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես որևէ պատճառով թափանցիկությունը չափավել ճիշտ չի։ Գնում ենք թափանցիկության ճանապարհով, գնում ենք բան ճանապարհով, թափանցիկության ճանապարհով։ Թող մարդը ասի, այսինքն մասնավորի գույք է ձեռք բերվում, թող ով է հայտ ներկայացրել, թող երևա։ Հիմա չի երևում։ Հիմա երևում է, թե չի երևում։ Այսինքն աճուրդի փուլում արդեն երևում։ Ում կողմից է երևում, հանրության, պարոն վարչապետ, թե աճուրդը իրականացնողի։ Աճուրդը իրականացնողի կողմից երևում է, իհարկե։ Հանրության կողմից չի երևում։ Հանրության կողմից հայտերը չեն երևում, բայց աճուրդի ընթացքում արդեն մասնակիցների մասին տեղեկատվությունը բոլորը իմանում են։ Մենք այդ փակելով ոնց որ լեգիտիմացնում ենք, որ պետքա գնալ խնդրել։ Ինչի համար է։ Մարդը ուզում է հող առնի, այդտեղ ինչ գաղտնիք բան կա։ Կա գաղտնի բան, մի բան սխալ եմ հասկանում։ Պարոն վարչապետ, մենք հարկադիր կատարումն ապահովող ծառայության օրինակով ենք փորձել տարբերակներ մտածել ու ուսումնասիրել ենք արտասահմանյան շուկան ու գոյություն ունեցող մրցութային ձևերը։ Վերջին քննարկումներով դեռ կանգ չենք առել քննարկումները իհարկե շարունակում ենք, բայց բիդերի ներկայացման ընթացակարգ գոյություն ունի, օրինակ մեզ բոլորի շատ հայտնի մեքենաների վաճառքը, որը ամբողջ աշխարհում կա, բիդի տրամաբանությամբ է գործում ու բոլոր մարդիկ, ովքեր որ ցանկանում են տվյալ աճուրդին մասնակցել, X ժամին հավաքվում են նախապես հայտարարության հիման վրա ու մասնակցում են տվյալ աճուրդին, այսինքն այդտեղ կարող ենք որոշել տվյալները ապանձնավորված են, անձնավորված են, սա երկրորդական նշանակություն ունի, հիմնական նշանակություն ունեցող հանգամանքը այն է, որ բոլորը գալիս են հավաքվում են էլեկտրոնային հարթակում, եթե ինչ որ գույք իրենց համար հետաքրքրություն է ներկայացնում եւ սկսում են մասնակցել աճուրդին, եւ աճուրդը շատ դինամիկ է տեղի ունենում եւ արդյունքը ֆիքսվում է, հա, էլեկտրոնային հարթակի միջոցով կոճակ սեղմելու միջոցով մարդիկ բարձրացնում են իրենց կողմից առաջարկվող գինը եւ վերջում էլեկտրոնային համակարգը ավտոմատ կերպով որոշում է հաղթողին, այսինքն ես կարծում եմ լավագույն մոտեցումն այն է, որ պետք է այնպիսի կոնցեպտ ունենանք, որ ֆիզիկական անձի ներգործությունը բացառ է։ Աճուրդի մի մասնակիցը գիտի էլ ովքեր են մասնակցում։ Դա ընտրության հարց է, այո, եթե գրանցված յուզեր է, անուն ազգանունով նույնականացվում է եւ մյուսները Ես ուղղակի մի բան գիտեմ, ոչ թափանցիկությունից միշտ օգտվում են ոչ թե այն բանը, այն այսպես ասած, որ մենք ուզում ենք ինչ որ մարդու պաշտպանենք, դրանից պաշտպանվում են այն մարդիկ, ովքեր պաշտպանության կարիք չունեն։ Պարոն վարչապետ, հիմա մեխանիզմը ինչպես է գործում։ Նախապես հայտարարվում է աճուրդի մասին, դիմողները դիմում են, հետո ծանուցվում են աճուրդի կայացման օրվա մասին, դա տևող process է, շատ հաճախ ծանուցումները թղթային տարբերակով են ուղարկվում։ Լավագույն տարբերակը էլեկտրոնային հարթակի առկայությունն է, եւ այստեղ էլ նաեւ մենք կարող ենք խրախուսել մեր քաղաքացիներին ունենալ նույնականացման միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր կարողանա մասնակցի ապագայում այդ աճուրդների իրականացմանը։ Համեցեք պարոն։ Պարոն վարչապետ, ես կարող եմ ենթադրել, որ պարոն Հարությունյանը նկատի ունի այնպիսի իրավիճակներ, որտեղ հատկապես փոքր համայնքներում այդ խնդրելը լավ մի բան, բայց կարան լինեն ավելի ներգործելու մի քիչ ոչ լավ մեթոդներ, ճնշել, չգիտեմ, լինում են գերդաստաններ մեծականակ են, լինում են գերդաստաններ, որ ավելի նվազ քանակով են կամ ինչ դիրք ունեն, եւ տրվեն ճնշումների եւ չիրականացնեն են գործունեությունը, որը մտադիր էին։ Բայց սա մի բան, ես ուզում եի նաեւ անդրադառնալ
վաճառքի գների վերաբերյալ բարձրացած հարցին, կարծում եմ, որ թափանցիկությունը այսպես թե այնպես ապահովում է, որովհետև եթե հողամազգ որև գույք վաճառվում է, այդ մասին կա պայմանագիր, վճարվում է հարկ, հիմա հայտարարագրերում, եկամուտը գրանցվում է եւ այլն։ Պետությունը տեսնում է ամբողջ շարժը։ Խնդիրը առաջանում է այն դեպքում, երբ որ մի մասնավորը պետքա տեղեկանա մյուս մասնավոր։ Այսինքն, չգիտեմ, ես չունեմ այս հարցի պատասխան, բայց գուցե մտածենք, որ լավ, պետությունը տեսավ, թափանցիկա եւ հարկ գանձեց, բայց գուցե այդքան նպատակարար չի հարևանը իմանա հարևանի վաճառքի գնի մասին եւ այլն, այսպիսի շերտ կա այդտեղ։ Պամերզան, հասկանում եմ, բայց եթե այդ փոքր գյուղում հարաբերությունների այդ կանոնն է, հետո ձեռից կառնեն ուղակի։ Ինչ պետք է խանգարի։ Ինչ պետք է խանգարի։ Ես գիտեմ, որ ասենք ենթադրենք էլի եմ ասում, ոչ թափանցիկությունը ինքը բերում է միշտ վատ բանի։ Պետք է լինի թափանցիկ, այսինքն մարդը եւ այդ բանն էլ պետք է լինի, եթե այդ նույնը կարանք ասենք ամեն ինչի մասին։ Ընդհանուր ընտրությունների մասին։ Գնում է ընտրությունների, մարդիկ պետք է, եթե որևէ մեկը ճնշմանը դիմակայելու բան չունի, կամք չունի, այլ բան, որ պետությունը պետք է ապահովի մարդու իրավունքի արտահայտումը։ Բայց տենց անընդհատ կոնսպիրացիաներ ստեղծելով արդյունքում տակից բաներ են դուրս գալիս, կոռուպցիոն երևույթներ են դուրս գալիս։ Դե այդտեղ մի քիչ փորձագիտական գնահատա։ Ես կողմ եմ, ես էլ եմ ասում, ես կողմ եմ բացին, բայց հակափաստարկ կա, որն է հակափաստարկ։ Չէ, հակափաստարկ չէ, պարոն վարչապետ, պարոն Թովմասյանի դիտարկումը իհարկե շատ տեղին է, այն առումով, որ էլի գնահատման ծառայությունների որակը կբարձրանա, եթե այն տվյալները ելակետային, որ օգտագործվում են այդ գույքը գնահատելու համար, ավելի ակտուալ լինեն, այսինքն նա չօգտագործի ընդհանուր տարածաշրջանային տվյալ այդ միավոր գույքի արժեքը կամ հողամասի արժեքը որոշելու համար, այլ ավելի մոտ գտնվող գույքի արժեքը, բայց այդ ավելի մոտն էլ նույնականացնում է այն գույքը, որը վերջին 2 շաբաթ ընթացքում վաճառվել է, եւ առաջ է գալիս պարոն Միրզոյանի ասած խնդրեմը, որ մարդիկ գիտենում են, թե այդ կոնկրետ միավոր հողը ոնց է եղել վաճառված։ Բայց այդտեղ ուրիշ հետևանքներ կան, որ պետք է քննարկենք, կարծում եմ սա մի առանձին մանրամասն քննարկման առիթ է ստեղծում, հենց մենք գնացինք այդքան շատ նույնականացնելու, կսկսեն գործարքի իրական գինը չգրանցել։ Այսինքն նա որ չի ուզում իմանան, որ իր հողամասը վաճառել է պայմանական եմ ասում 4 միլիոն դրամով, կգրի 2 ու դրա վրա ազդելու ոչ մի մեխանիզմ չկա։ Հետևաբար պարոն Թովմասյան, այդտեղ մտածելու բան կա, չեմ առաջարկում մենք հիմա քննարկենք։ Ուղղակի առաջարկում եմ մտածենք սրա մասին։ Դուք նշեցիք կարևոր խնդիր, որ պետք է լուծում ստանա, բայց սրան պետք է մոտենալ բոլոր կողմերից, պարոն վարչապետ, ինչ հետևանքներ կարող են լինել։ Անոնիմ հաճույքների մասին, բայց շարունակենք մտածել, պարոն վարչապետ, ձեր ասածը հասկանալի է, բայց կա մյուս կողմը։ Հաճույքները անոնիմ են անում, որ հաճույքի կազմակերպիչը չիմանալու մասնակցում, որպեսզի կոռուպցիոն բան չառաջանա։ Ես գիտեմ երկրներ, որտեղ պետական գնումների բիդինգը, այսինքն ոչ թե ամփոփումը հրապարակային է, բայց բիդինգը գաղտնի է, որպեսզի կազմակերպիչը չունենա հնարավորություն կոնտակտ ունենալ հայտատուի հետ, ու դա ես ինչքան գիտեմ շատ էֆեկտիվ է։ Այսինքն երկուսն էլ քննարկելու բան է, այլ։ Շատ լավ, դե նայեք բոլոր տարբերակներն է քննարկեք, եթե եզրակացությունը, բայց եկեք իրոք բոլոր կողմերից նայենք, որ այդ թափանցիկության, այդ կոնֆիդենցիալության հետևում այլ պրոցեսներ չգեներացվեն, ինչը սովորաբար տեղի է ունենում։ Փորձագիտական գնահատման անհրաժեշտություն կա, փորձագիտական մակարդակում գնահատեք, ոնց գնահատվի, տենց էլ գնանք առաջ։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 29-ը Հյուս-Սարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 4-ին գումար հատկացնելու մասին զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Համեցեք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ։ Նախագծով նախատեսվում է կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 8.43 միլիարդ դրամի չափով, որից 8.4 միլիարդ դրամը նախատեսվում է ուղղել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր հատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը,
22 միլիոն դրամ նախատեսվում է տրամադրել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարյան հյուսիսային հատվածի կառուցման նպատակով հողերի օտարման եւ տարաբնակեցման շրջանակներում ազդակիր հողամասերի տեղազնման գնահատման համար եւ 8.7 միլիոն դրամ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարյան հատվածի Բարգուշատի թունելի նախագծի անվտանգության փորձաքննության իրականացման համար։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Հարգելի գործընկերներ, մենք հիմա այն իրավիճակում ենք, որ Հյուսիսարավ նախագիծը մեր աչքի առաջ սկսում է բյուրեղանալ եւ ավելի շոշափելի դառնալ։ Եվ ես կուզենայի ուղղակի միջանկյալ նախ երևի ես չեմ հիշում այսպիսի դեպք, հույս ունեմ աչքով չենք տա, որ Ագարակ Քաջարյան հատվածի մեր շինարարը, որը իրանական ընկերություն է, այնպես տեմպ է ցույց տալիս, որը մեզ անծանոթ է։ Եվ էլ եմ ասում, հույս ունեմ, որ աչքով չենք տա կամ անեն չի, որ մի բան գլխի չենք ընկնում, բայց արդեն իսկ ընդ որում շինարարության տեմպերը այնքան լավ են, որ տարբեր տեղերից այդ արձագանքը լսում են, ովքեր, որովհետև մարդկանց աչքի առաջ սենց շինարարություն Հյուսիսարավը սենց կենթանանում ծնվում է։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որն ուզում եմ նշել, փաստորեն Երևան ըստ էության Երևան-Գյումրի ճանապարհը, որը արդեն բյուրեղանում է, որ ես հասկանում եմ, որ դե ֆակտո մենք այս տարի կավարտենք, դե յուրե, այսինքն ոչ թե դե յուրե, այլ կահավորումով, ճանապարհային նշաններով, գծանշումով եւ այլն, Գառնանը Երևան-Գյումրի հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի, չնայած այսօր արդեն երթևեկության համար լիարժեք ինքը պատրաստ է, չնայած իմացա, որ որոշ հատվածներում, որ այս կահավորման եւ այլնի աշխատանքներ են արվում, որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։ Պարոն Խաչատրյան, ձեր գնահատականը ո՞նց է նախագծի իրականացման որ կետում ենք հիմա մենք գտնվում, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, քանի որ սկզբից Գյումրի, Երևան-Գյումրի հատվածը, որ արդեն ամբողջական ազդեցության դրա մասին Պարզաբանեմ ունենք երկու հատված, որտեղ դեռ աշխատանքներ էին տարվում այս տարվա ընթացքում 34 կիլոմետրանոց ճանապարհահատվածը եւ 8 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, ուղղակի պարզ լինելու համար ասեմ, որ երկու հատվածներում էլ աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ եւ ընդամենը 3 միլիարդ դրամի կատարողական վճարումներ կան, որ ունենք անելու մինչեւ տարեվերջ, դրանով մեր հիմնական աշխատանքների մասով եւ ավարտը եւ վճարումները ամփոփած կլինենք։ Եկող տարվա ընթացքում իհարկե կարող են լինել անելիքներ թերությունների վերացման շրջանակներում, բայց դա արդեն մեր աչքի տեսանկյունից եւ օգտագործման տեսանկյունից որևէ սովորական պրակտիկա է, այսինքն դա կշարունակենք այդպես։ Եվ մյուս կարևոր կտորը, որի մասին այսօր խոսում ենք, սա Քաջարյան-Ագարակ ճանապարհահատվածն է 32 կիլոմետր, ինչպես պարոն Սիմոնյանն արդեն նշեց, մեկնարկել են աշխատանքները անցյալ տարի։ Այս տարեվերջին մենք ունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ եւ դուք ճիշտ եք, որ աշխատանքներն առաջանցիկ են այն տեմպերի նկատմամբ, որ մենք նախապես գնահատել էինք 10 միլիարդ դրամ էինք նախատեսել պետական բյուջեով, այստեղ իհարկե ֆինանսների նախարարության մեղքը կար, որովհետեւ սկզբից տկերը ներկայացել էր ավելի բարձր կանխատեսում, բայց ֆինանսների նախարարությունը անցյալի փորձը հաշվի առնելով չափավորել էր այդ ֆինանսավորման բաժինը, եւ մենք հիմա կանգնած ենք այն խնդրի առաջ, որ 8 միլիարդ դրամ պետք է ավելացնենք, որ այս տարվա համար կատարվող աշխատանքների նկատմամբ պարտք չմնանք։ Եվ այդ 70 միլիոն դոլարը ըստ էության կնշանակի, որ մենք այս տարեվերջին կատարած ենք լինելու ծրագրով նախատեսված բոլոր կառուցման աշխատանքների 30%-ը, որտեղ արժեքի տեսանկյունից այո, 32 կիլոմետրանոց հատվածը 214 միլիոն դոլար արժեքով է իրականացվում եւ մենք այս տարեվերջին կունենանք 70 միլիոն դոլարի չափով կատարված աշխատանքներ։ Եվ քանի որ տեմպերը արագացող են եղել, ես հիմա գնահատական չեմ ուզում տալ, բայց հավանական է, որ 2017 թվականը այն տարին կլինի, որտեղ այս աշխատանքները առավելապես արդեն իրենց 27 ներողություն եմ խնդրում, հա։ Մեծ չափով ամփոփված կնեն։ Պարոն վարչապետ, հիմա զուգահեռ աշխատանքներ են տարվում նախապատրաստական նաև Սիսիան-Քաջարյան հատվածում։ Մենք այնտեղ ունենք երկու ճանապարհահատվածներ, որոնց արդեն պայմանագրերը ֆինանսավորման միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված են։ Նաև դրանք երկու Բարգուշատի թունելին մոտեցող երկու հատվածներն են։
տեխնիկական վերահսկողության պայմանագրերի մրցույթները բացված են, մինչև տարեվերջ պետք է հայտարարենք նաև կառուցման աշխատանքների մրցույթները եւ մեջտեղի հատվածը, այսինքն մոտ 9 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցման հետ կապված աշխատանքները, որոնք մեր նախարարությունը հիմա ֆրանսիական կողմի հետ է բանակցում, ստացել ենք նախնական առաջարկ եւ տեխնիկական եւ ֆինանսական առաջիկա 1 ամսվա ընթացքում պետք է նաեւ այդ աշխատանքները այդ առաջարկի վերաբերյալ մեր եզրակացությունը ձևավորենք եւ սա շատ կարեւոր է նաեւ որ ազդակ լինի մյուս երկու հատվածների համար, որ կարող ենք այնտեղ նույնպես աշխատանքներն արագացնել, որովհետեւ ի վերջո այդ ճանապարհները միանալու են այդ թունելին։ Եվ պետք է սինխրոն անենք այդ ամենը, որ կարողանանք ավարտը, որ մոտ 7 տարվա հորիզոնում է նախատեսում ես բարդ եւ մեծ հատվածի իրագործվի եւ իհարկե դրանից ավելի առաջ ընկած կտորը արդեն Քաջարանից դեպի Մեղրի գնացող թունելի հատվածն է, որը միանալու է 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածին, այնտեղ էլ շատ լավ աշխատանքներ են հիմա ընթանում կառուցողին ընտրելու ուղղությամբ, մինչև տարեվերջ կունենանք նաև ընտրված կառուցող, որը կսկսի արդեն 2026 թվականին իրականում աշխատանքների իրականացման ընթացքը։ Շատ լավ, ըստ էության հիմա, ինչպես ասում են, վերջը երևում է, թե ինչպես ենք հասնելու ճանապարհի կառուցմանը եւ շատ լավ լուրեր ունենք։ Իհարկե, այստեղ սկզբունքային հարցը Բարգուշատի թունելի հարցում էլ արագ որոշում կայացնենք մեր անելիքների վերաբերյալ, որպեսզի արդեն անցնենք Սիսյանից Արտաշատ կտորի իրագործման աշխատանքներին եւ այնտեղ արդեն Գյումրիից Բավրա հատվածը Գյումրիից ինչ այդ կտորը ինչ վիճակում է։ Այդ կտորը կարծեմ նախագծերը նախնական կան, իհարկե մենք սովորաբար այդ նախնական նախագծերը երբ որ տանում ենք կառուցման, ունենում ենք այն տեսակ պայմանագրեր, որտեղ կառուցողը իրավունք ունի օպտիմիզացնել նախագիծը ծրագիրն իրականացնելու ընթացքում։ Նախագիծ ունենք, ընդ որում կա նաև առաջարկ, որ շուտ մեկնարկենք, բայց մենք ֆինանսական պլանավորման տեսանկյունից դեռ չենք շտապում, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Մեկ էլ պարոն Արուշանյան, չափել եք Գյումրիից ինչքանում եք հասնում Երևան։ Նոր ամբողջ ասֆալտապատա, չէ՞։ Ամբողջ ասֆալտապատը, պարոն վարչապետ, մի հատված է մնացել այնտեղ, որ չեն տեղափոխվել երկու կողմանի ճանապարհի վրա, արագության սահմանափակումներ դեռ ցավոք կան, այդ սահմանափակումներով են սահմանափակումներ միշտ լինելու են։ Չէ, 70 կմ/ժ արագություն է, եթե 70 կիլոմետրով լավ, այսինքն ինչքանով ենք, բայց 70 կմ/ժ եթե այնուամենայնիվ հասկանալի։ Մի ժամ, պարոն վարչապետ։ Բայց չեք ուզում ասեք, որ բան չլինի։ Չէ, մի ժամ, պարոն վարչապետ։ Ռեակցիա չտա, շատ լավ։ Մի ժամ։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, Հյուս Սարաֆի հետ կապված, այո, մեր տրամադրությունը փոխվում է։ Ես ուզում եմ ընդգծել նաև, որովհետև դա շատ մեծ եւ կարևոր եւ թանկարժեք նախագիծ է եւ մենք հիմա էլ քանի միլիարդ դրամ ենք վերաբաշխում 8.4 միլիարդ դրամ վերաբաշխում ենք։ Ես ուզում եմ ընդգծել, որ այս տարի հատկապես մեր բյուջետային գործերն են լավ ընթանում եւ մենք արդեն բյուջեի կատարման տարեկան ծրագրի կատարման նկատմամբ ունենք դրական տրամադրվածություն, ճիշտ է, պարոն Հակոբյան, ինչ տեղեկատվություն կարող եք փոխանցել այդ առումով։ Այո, պարոն վարչապետ, հոկտեմբերն էլ ենք արդեն ամփոփել, մոտ 14%-անոց աճ ունենք։ Բյուջեի եկամուտների։ Այո, հարկային եկամուտների եւ դուրքերի մասին է խոսքը, այսինքն այդ բարձր աճերը, երկնիշ աճերը պահպանվում են, այդ թվում նաեւ հոկտեմբերին։ Այս պահի դրությամբ, եթե հոկտեմբերը ամփոփած ասենք, ամբողջ այդ ծրագրի 82%-ը վճարվել է, պետական բյուջեկան մուտք է եղել, այսինքն մեզ մնացել է 18%-ը ապահովել պետական բյուջեի մուտքեր հարկվճարողների հետ միասին։ Ուզում եմ առիթից օգտվել եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետեւ ինչ այսօր խոսեցինք, դպրոց, մանկապարտեզ, գույք, ճանապարհ եւ այլն, ամբողջը նրանց կատարած վճարումների հաշվին է, ընդ որում ուզում եմ ասել, վարկային միջոցներն էլ են նույն տրամաբանության հետ, որովհետեւ այդ վարկերը սպասարկվում են, փակվում են, տոկոսները վճարվում են, այդ թվում
քաղաքացիների վճարած հարկերից եւ ելի ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին խնդրել, հորդորել, որպեսզի գնումներ անելիս չմոռանան ՀԴՄ կտրոնի մասին, որովհետեւ անկախ